Firebird արհեստական բանականության գործարանը մինչև 2027 թվական գրնաթասվիլ Եվրոպայի խոշորագույն արհեստական բանականության ենթակառուցվածքային հարթակներու շարքին։ Երկրորդ փուլին ընդհանուր ներդրումները պիտի հասնեն ավելի քան 4 միլիարդ դոլարի, արդեն կայացավ գործարանի պաշտոնական բացման արարողությունը, որում ներկա գտնվեցավ նաև վարչապետը։ Նիկոլ Փաշինյան շնորհավորեց ներկաները օգոստոս 8-ի առիթով, ընդգծեց, որ խաղաղությունը շրջադարձային է մեր երկրի մեջ տնտեսական եւ ներդրումային միջավայրը փոխելու տեսակետին։ Միացյալ Նահանգները ամբողջովին հանձնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցության, հայտարարած է Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետական քարտուղարը հիշեցուցած է, որ 1 տարի առաջ Սպիտակ տան մեջ նախագահ Թրամփի մասնակցությամբ Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևը ստորագրեցին պատմական հռչակագիրը, որ վերջ դրավ տասնամյակներ տևած հագամարտության եւ սկիզբ դրավ TRIP նախագիծին։ Մարկո Ռուբիոն նշած է, որ TRIP-ը, որ նախադեсված է երկաթուղի, ուժանյութի եւ թվային ենթակառուցվածքներու արտիականացման համար, աստիճանաբար կվերածվի իրականության։ Անըսած է, որ Հայաստանի մեջ մեկնարկեց երկաթուղի ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը կմոտենա դեպի Հայաստան միացող ճամփաներու շինարարության ավարտին։ Ամերիկայի պետական քարտուղարը ընդգծած է, որ խաղաղությունը ճամփա կփանա Միացյալ Նահանգներու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններու ընդլայնման համար, որը կնպաստի երեք երկիրներու տնտեսական բարգավաճման։ 2025 թվականի 8 օգոստոսին Սպիտակ տան մեջ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովին անդրադարձած է Ամերիկայի նախագահի հատուկ բանակնած Սթիվ Ուիթկոֆ, նշելով, որ այն վերջ դրավ 35 տարվան դաժան հագամարտության։ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ հարավային Կովկասը դարձավ ավելի անվտանգ, բարեկեցիկ եւ գայուն, եւ այս հիանալի երկիրները ունին պայծառաբակա։ Ինձ համար մեծ բադիվ է ելնել այս պատմական վարչագազմի մեկ մասը, գրած է Ուիթկոֆ X-ի էջին։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյան հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ արհեստական բանականության եւ թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան ժամանեց մասնակցելու Firebird AI-ի եւ համաշխարհային արհեստագիտական ընկերություն NVIDIA-ի գործակցությամբ ստեղծված արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությամբ։ Հանդիպան ընթացքին քննարկված են երկու երկիրներու համագործակցության հերանեկարները թվայնացման արհեստական բանականության տվյալներու կենտրոններու եւ փոխադարձ Կրթություն ներկայացնող այլ ուղղություններով երկու կողմերն ալ կարևոր նկատած են համաշխարհային հեղինակավոր գազམ་ակերպություններու հետ համատեղ ծրագիրներու իրականացումը։ Հայաստանն ու Ադրբեջանը կընթանան դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, այսպիսի հայտարարություն հրած է Թուրքիո արտաքին գործոստ նախարար Հական Ֆիդան, անմասնավորապես ընդգծած է Կովկասի մեջ ձեռք բերված համաձայնութենեն հետո հույսով ենք, որ այժմ հրատատար կա, հրատատար, որ լավ կգործե, աջակցելով այս գործընթացին հաշվի կառնենք անվտանգության եւ տնտեսական ջարդարապետության հերանեկարը։ Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան եղեգնացոր այցելեց ծանոթանալու Հրշեջ փրկարարական ջոգադի վարչական նոր շենքի շինարարական աշխատանքներու ընթացքին։ Նախարարը վարչական նոր շենքի մեջ ծանոթացավ Հրշեջ փրկարարներու աշխատանքային պայմաններուն։ Արփինե Սարգսյանին ներկայացված է, որ շուտով պիտի ավարտեն շինարարական աշխատանքները, որոնց արդյունքով Հրշեջ փրկարարական ջոգադը պիտի ունենա ժամանակակից անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենքը։ Ներքին գործոս նախարարը շնորհակալություն հայտնած է կատարված աշխատանքին համար, կարևոր նկատելով հետևողական եւ արդյունավետ աշխատանքներու շարունակականությունը։ Նախարարը ընդգծած է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները, որպեսզի Հրշեջ փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել բացշաճ պայմաններու մեջ։ 18 ամիս տևած բանակցություններեն հետո Ռուսաստանի եւ Սուրիո իշխանությունները համաձայնության հասած են Սուրիո մեջ ռուսական ռազմագայաններու հետաքրքրավիճակի շուրջ։ Սուրիական պաշտոնական սանագործակալության հաղորդմամբ Համեյմի օտագայանը եւ Թարտուսի ռազմածովային գայանը պիտի վերածվին համատեղ ուսումնական կենտրոններու։ Երկու գայաններու քաղաքացիական նշանակության կառույցները պիտի փոխանցվին Դամասկոսի վերահսկողության։ Մասնավորապես նախադեсված է Թարտուսի նավահանգիստի կառույցները մեկը հանձնել Սուրիո քաղաքացիական իշխանություններին Մոսկվայի եւ Դամասկոսի ստորագրած փոխըմբռնման հուշագիրի համաձայն նախադեсված փոփոխությունները պետք է իրականացնել 3 ամսվան ընթացքին։ Տեհրան Վաշինգտոնի հետ չի բանակցիր այլ միջնորդներու միջոցով կփոխանակի իր հաղորդակցությունները, այս մասին ասաց է Իրանի արտաքին գործոստ նախարար Աբբաս Արաքջին։ Քանի մի երկիրներ կշարունակեն աշխատել երկխոսությունը վերսկսել ուղղությամբ, նշած է Արաքջի։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարած է, որ Իսրայել կմերժի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի վերաբերյալ 15 կետնոց ծրագիրը, ընդգծելով, որ իսրայելյան ուժերու դուրս բերում չլարքանի ձեր Համաս ամբողջովին չէ զինաթափված։ Իսրայել կմերժի 15 կետնոց փաստաթուղթը գիրագի օր կառավարության նիստին հայտարարած է Նետանյահուն։ Թրամփի խաղաղության խորհուրդը անցյալ ամիս հայտարարած էր, որ համաձայնություն ձեռք բերված է Համասի եւ Գազայի մեջ գործող մյուս զինված խմբավորումներու լիագդար զինաթափման վերաբերյալ։ Համաս հայտարարած է, որ իր ծանր զենքի հանձնումը գախված է Իսրայելի կողմեն հարձակումի բոլոր ցևերու թատրեցնել են եւ Գազայեն Իսրայելի ուժերու դուրս գալեն հետո։ Իսրայել կշարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածին, չնայած անցյալ դարվան հոկտեմբերին ցերկ բերված նախնական հրադադարի պայմանավորվածության։ Հռոմի Լևոն 14-րդ Փափը 9 օգոստոսին հայտարարած է Ուկրաինայ եւ Ռուսաստանի մեջ անմեղ մարդիկ կսպաննվին։ Պետք է հագամարտությունը թատրեցնել, ողբերգական դեպքերը կբազմապատկվին, պատճառ դառնալով քաղաքացիական զոհերու շարունակական աճի եւ հատկապես երեխաներու շրջանին մեջ ըսած է Փափը։ Գրգին սրտանց կոչ կնեմ հարգել միջազգային մարդասիրական իրավունքն ու երկու կողմեն թատրեցնել հարձակումները, ըսած է Հռոմի Փափը 9 օգոստոսի իր հայտարարության մեջ։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։